Ողջույն սիրելի աշակերտներ, այսօր մենք ճանապարհորդելու ենք Հայաստանի ամենահոգևոր մարզով։ Մարզը նաև տաճարների մարզ է համարվում, ինչպես նաև Մրկառատ մարզ։ Բացի դրանից, այստեղ պահպանվել են բազմաթիվ հնավայրեր։ Արմավիրի մարզի հյուսիսում գտնվում է Արագածոտնի մարզը, արևելքում մայրաքաղաք Երևանը և Արարատի մարզը։ Ախուրյան և Արաքս գետերով բաժանվում է Թուրքիայի Հանրապետությունից։ Մարզի տարածքը կազմում է 1242 կիլոմետր քառակուսի, բնակչությունը 265.8 հազար մարդ, մարզկենտրոնն է Արմավիր, քաղաքներն են Վաղարշապատը և Մեծամորը։ Մարզով են անցնում Երևան-Վաղարշապատ-Արմավիր-Գյումրի, Վաղարշապատ-Մարգարա, ինչպես նաև Գյումրի-Արմավիր-Մասիս ճանապարհները։ Մարզի տարածքը գրեթե ամբողջությամբ գտնվում է Հայաստանի ամենամեծ դաշտում, Արարատյան դաշտում, ինչպես նաև այստեղ է գտնվում Կարմրաշենի դաշտը, որը սահմանակից է Արագածոտնի մարզի հետ։ Մարզում կան նաև փոքր բլուրներ՝ Դաշտաքարի, Կարմրաթառի, Կարմրասարի և Սպիտակ բլուրը։ Այժմ ձեր էկրաններին տեսնում եք Արարատյան դաշտը և հայկական լեռնաշխարհի ամենաբարձր Արարատ լեռը, որի բարձրությունը 5165 մետր է։ Մարզում ջրագրական ցանցը խիստ նոսր է։ Խոշոր գետերն են Սև ջուրը և Մաստարան։ Լճերից հայտնի են Ակնան և Եղեգնուտը։ Այժմ ձեր էկրաններին տեսնում եք Ակնալիճը։ Օգտակար հանածոները նույնպես քիչ են, հիմնականում տարածված է տուֆ, պեռլիտ, ինչպես նաև աղի պաշարներ։ Արմավիրի մարզի կլիման խիստ ցամաքային է, լանդշաֆտներից տարածված են կիսաանապատները։ Սիրելի աշակերտներ, դասի սկզբում մենք նշեցինք, որ մարզը հոգևոր է և տաճարներով հարուստ։ Իսկ այժմ արի տեսնենք, թե ուր կարելի է գնալ, եթե այցելել եք Արմավիրի մարզ։ Ձեր էկրաններին այժմ տեսնում եք Էջմիածնի մայր տաճարը, որը հայաստանյաց Սուրբ Առաքելական եկեղեցու նստավայրն է։ Այստեղ է գտնվում նաև կաթողիկոսարանը։ Էջմիածնի մայր տաճարը հիմնադրվել է 303 թվականին։ Էջմիածին քաղաքում է գտնվում նաև Սուրբ Գայանե վանքը։ Այստեղ է գտնվում Սուրբ Հռիփսիմեն։ Քաղաքի գողտրիկ եկեղեցիներից է Սուրբ Շողակաթը։ Արմավիրի մարզում է գտնվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ հանդիսացող Զվարթնոցի տաճարը, թեպետ ավեր, բայց այսօր էլ զարմացնող իր վեհությամբ։ Արարատյան դաշտում վեր է խոյանում Սարդարապատի հուշահամալիրը, որը հայ ժողովրդի հաղթանակի խորհրդանիշն է ընդդեմ թուրք զավթիչների։ Էջմիածին քաղաքում մայր տաճարի հարևանությամբ է գտնվում նաև Եղեռնազարկ գրող Ռուբեն Սևակի թանգարանը։ Մայր տաճարի մի հատվածում է գտնվում նաև Գանձատունը, որտեղ պահպանվում են համաքրիստոնեական շատ սրբություններ։ Ի դեպ, այստեղ է պահպանվում նաև Աստվածամուխ Սուրբ Գեղարդը։ Հնավայրերից գտնվում են Մեծամորը և Արգիշտի Խինիլին։ Բնության հուշարձաններից այստեղ է գտնվում նաև Որտան կարմիր արգելավայրը։ Դե ինչ սիրելի աշակերտ, այսօր մենք ծանոթացանք Արմավիրի մարզի հետ, ճանապարհորդեցինք տեսարժան վայրերով, իսկ մեր հաջորդ հանդիպումը կլինի Հայաստանի այլ մարզերում, որտեղ կրկին կբացահայտենք մեր երկրի գեղեցիկ վայրերը։